Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում ու իսկականի պատրաստվում։ Աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքը հենց ՆԱՏՕ-ն է սա հայտարարում։ Եկեք հասկանանք, ինչու է Արևմուտքը մտահոգ։ Դե առաջին պատճառը Պուտինն է ու իր սկսած արյունոտ պատերազմն Ուկրաինայում։ Հնարավոր վտանգ են նաև ռուսական ԱԹՍ-ները, որ հայտնվում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տարածքում եւ մերձկրեմլյան անթաքույց ատելությունը ՆԱՏՕ-ի դեմ։ Եվրոպայում վտանգավոր են համարում նաև այն, որ ռուսական տնտեսությունը հիմա պատերազմի շուրջ է կառուցվում, իսկ սա նպաստում է, որ Մոսկվայի ռազմական ներուժն աճի։ Մյուս կողմից պատերազմի մասին հուշող ակնհայտ գործողություններ այս պահին չկան, օրինակ զրահատեխնիկա չի տեղաշարժվում։ Եկեք նայենք Ռուսաստան-ՆԱՏՕ այս հակասությանը հասանելի ու հնարավոր մի քանի դիտանկյունից։ Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները կտրուկ վատացան 2014-ից, երբ Մոսկվան բռնակցեց Ղրիմը։ 2017-ին ու 2022-ին Ռուսաստանը խոշոր զորավարժություններ անցկացրեց Բելարուսում, 2022-ինը փաստացի դարձավ Ուկրաինայի դեմ պատերազմի նախերգանքը։ Այդ պատերազմից հետո ՆԱՏՕ-ն ընդարձակվեց, Շվեդիան ու Ֆինլանդիան միացան հայտարարելով չեզոքությունն այլևս իրենց անվտանգությունը չի կարող երաշխավորել։ Իսկ ՆԱՏՕ-ի մեջ Մոսկվան վտանգ միշտ է տեսել, օրինակ Ուկրաինայի վրա հարձակման համար որպես պատճառ Կրեմլը հենց դա է նշում, թե հարևան երկիրը կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Հիբրիդային պատերազմում մի երկիրը մյուսի դեմ թշնամական գործողություններ է անում ոչ բացահայտորեն՝ դիվերսիա, կիբերհարձակումներ, օդային տարածքի խախտումներ։ Եվ այդպիսի բաներ անում է Ռուսաստանն ըստ ՆԱՏՕ-ի։ Դաշինքում նման գործողությունների շարքին են դասում 2023-ից մինչև 25 թվականի սկիզբը Բալթիկ ծովում կապի մալուխների վնասման մի քանի դեպք եւ ակնարկում Մոսկվան է մեղավոր։ Վերջին շաբաթներին ռուսական անօդաչուները կամ ինքնաթիռները խախտել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքը։ Այս խախտումներին ուղիղ պատասխաններ չեն եղել, որովհետև ըստ Արևմուտքի խախտողները կարմիր գծեր չեն անցել։ Մոսկվայի հարձակման հնարավոր թիրախը Բալթյան երկրներն են՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան։ Սա միակ տարածաշրջանն է, որտեղ Ռուսաստանն ընդհանուր ցամաքային սահման ունի ՆԱՏՕ-ի անդամների, նախկին սովետական երկրների հետ։ Վերջապես կան նաև ռազմական նախընտրություններ, ԱՄՆ-ի հետ ուղիղ բախումը քիչ հավանական է, մյուս կողմից պատերազմ սկսելու դեպքում դժվար թե թիրախավորվի Սևծովյան տարածաշրջանը։ Մնում են Բալթյան երկրներն ու փաստը, ռուսները պատմականորեն ավելի լավ են կռվում հենց ցամաքում։ ՆԱՏՕ-ի անդամները միավորված բանակ չունեն, սա դաշինքի գլխավոր խնդիրներից մեկն է համարվում, բայց ռազմաքաղաքական դաշինքի եվրոպական բոլոր անդամների բանակների մարդկային ներուժը թե գումարենք, համարյա Ռուսաստանին հավասար է 1,5 միլիոն մարդ։ Եթե ՆԱՏՕ-ում հաշվենք նաև ամերիկյան ներուժը, 3,5 միլիոնանոց զինուժ ունի այս կառույցը։ Ռազմաքաղաքական դաշինքի կանոնադրության համաձայն Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի առանցքային գործընկերն է, չնայած դրան Եվրոպայում կարծես թե իրենց ուժերին են ապավինել փորձում։ Փորձագետներն իրենց հերթին կանխատեսում են, որ հնարավոր էսկալացիայի դեպքում Եվրոպան Մոսկվայի խաղի կանոններով չի գնա եւ ԱԹՍ-ներով չի կռվի։ Շեշտը կդրվի բարձր ճշգրտության զենքերի, ավիացիայի եւ դե ավանդական միջոցների, հրթիռների եւ հրետանու վրա։ Եվ նորից կրկնենք, հիմա մեծ պատերազմի ռիսկը ցածր է, բայց կա։ Թե Մոսկվային հաջողվի բոլոր ռեսուրսները մոբիլիզացնել ու ավարտել ռազմական բախումն Ուկրաինայում, դրանից հետո էլ որոշել ուժերն ու ախորժակը ռեսթարթ անել։